Բարք Հիսուսին եղբայրներ քուրեր։ Ես որ նայում էի Արտուր եղբոր ընձայումը որ անում էր գնացի հիշողությամբ մի 6-7 տարի առաջ, երբ որ ամառը ասենք մենք դաչայում ենք մնում ջրվեժ վերևը եւ գալիս է Արտուր աղբոր վերստում է եւ գնում ենք Ռայա կրոջ տունը աղոտ կանելու առավոտվա ժամը 9-ին եւ աղոտները գնում էր եւ ես հիշեցի Ռայա կրոջ աղոտները իր երեխաների համար լացով ողբով որ աղոտում էր ես չէի հասկանում ճիշտն ասած հələ նոր էի ասենք այդ տան մեջ շատ տենց չէի գնացել աղոտ տունը իրանց տունը հետո որ այդ տնից դուրս էին գալի Արտուր աղբորը հարց էի տալի ասում եմ Արտուր աղբեր ուր էին իրանց ասենք զավակները կրոջ բան ասում է դեր հələ հավատքի մեջ էին բայց օրը կգա եւ գիտես այսօր որ նայում էի Սամվել աղբորը կանգնած զավակը իր ձեռքին ես գիտես ինչ հիշեցի ես գնացի հիշողությամբ մի 40-50 տարի առաջ երբ որ իմ մայրիկը Սիրիայում իմ համար էր աղոտում ինքը գնաց ննջեց գնաց Հիսուսի մոտ բայց իմ լուրջ ապաշխարությունը չէր տեսել ես ժողովուրդ ջան գիտեք շատ կարևոր է այսօր ծնողների աղոթքը իրանց զավակների համար ճիշտ է մի լավ բան էր անում ինձի տանում էր ես փոքր էի ինչպես հիմա երեխաները ստեղ ինձի տանում էր Աստծուն եկեղեցի եւ իմ համար եւ իմ աղբորս կրոջս համար աղոթք էր անում այդ աղոթները երբեք ես չի մոռանա ես ինչի համար եմ սա ասում եղբայրներ ինչքան մենք մեր տներում այսօր զավակներ կան մեր հարազատները ունենք որ դեր Հիսուսի հետ չեն մտել ուխտի մեջ շատ կարևոր է հավատացնում եմ ձեզ դա միայն ու միայն ձեր աղոթներով ինչպես Ռայա կրոջ աղոթներով այսօր Սամվելը եւ մյուս եղբայրը Թող Աստված մեզ բոլորիս օրհնի որ այս պապակը մենք ունենանք այս լաց ու ողբը մեր հարազատների երեխաների համար գիտեք երբ որ Հիսուսը գնում էր Գողգոթա խաչվելու այնտեղ կային քույրիկներ ասում է ին վրա մի լացեք Երուսաղեմի աղջիկներ այլ ում վրա լացեք ձեր երեխաների վրա մենք սա օրինակ է թողել մեզ Հիսուս Քրիստոսը այդ ճանապարհը այդ տարապանքների մեջ որ գնում էր խաչվելու ամենակարևոր հարցը այսօր ես ու իմ ընտանիքը ինչպես Իսուսն էր ասում ես եւ իմ տունը Աստուն Եհովա Աստուն պետք է պաշտենք ժողովուրդ ջան թող Աստծո անունը փառավորվի Սրտումս տրված է մի բան մեր սիրելի Հիսուսի այդ խոսքերից Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ եւ 20 խոսքը ասում է որովհետեւ ասում եմ ձեզ մեզ բոլորիս էլ է ասում եթե ձեր արտարությունը չավելանա պարիսեցիների եւ տպիրների արտարությանը երբեք չեք մտնի երկնքի տակավորությունը ժողովուրդ ջան շատ կարևոր խոսքեր է մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ բոլորիս էլ է ասում մենք այսօր այո Պարք Հիսուսին ընդունել ենք իրան որպես Տեր եւ Փրկիչ եւ Պարտիրոջը որ մենք այսօր ուխտի մեջ ենք մտել Իրա եկեղեցու մեջ ենք եւ իրան երկրպագում ենք այո հոգով եւ ճշմարտությունով բայց նայեք հիմա որ նայենք պարիսեցիներին կա մի կարևոր բան այդ պարիսեցիների մեջ որ Տիրոջ ասենք սիրտը նեղվում էր դրանից գիտեք ինչ էր ասում իրանց մասին վայ ձեզի գիտեք այդտեղն էլ եմ ուզում կարդամ Մատթեոս 23:25-ը ասում է վայ ձեզի տպիրներ եւ պարիսեցիներ գեղցավորներ ես տեղ գից եմ արել տակը որ մաքրում եք բաժակի եւ ամանի դրսի կողմը իսկ նրանք ներսից լցված են ագահությամբ եւ անիրավությամբ
Գեղսավորներ ասում է, ժողովուրդ ջան, մենք էլ պետք է նայենք մեզ, ամեն մեկս մեզ, չլինի ես այստեղ գալիս եմ ինչ որ մեր արտարությունը պետք է լինի այդ փարիսեցիների բարձր։ Հիսուսը այդ վիճակն է ուզում այսօր եկեղեցու մեջ տեսնի։ Եվ կան օրինակներ, եղբայրներ, քուրեր, որ ես ուզում եմ մի հատ նայենք։ Կան փարիսեցիներ, որ արտարությունը ինչպես այդ չեր բարսանում, ինչպես որ Հիսուսի մակարդակն էր ուզում որ բարձր լինի, եւ կար փարիսեցիներ, որ իրան սիրտը փոխված էր, եկել էին Հիսուսի մոտ։ Առաջի օրինակը բոլորիս հայտնի տեղը Ղուկասի 7-րդ գլուխ եւ 36 խոսքը։ Մենք բոլորս անգիր գիտեն, ես ժամանակի արումով չեմ ուզում մեսի ասեմ։ Էդի այդ տեղն է եղբայրներ քուրեր, երբ որ Սիմոն Փարիսեցին հրավիրեց Հիսուսին, որ գա իր տունը հաց ուտելու։ Եվ այնտեղ գրված է մի մեղավոր կին, հայտնի գրված է մեղավոր կին եկել էր, մտել էր այդ տունը, ինչպես էր մտել ես չգիտեմ, բայց մտել էր եւ եկել էր Հիսուսի ոտքերի մոտ գրված է, յետևի կողմից եկել էր, սկսել էր լաց անել, լացում էր եւ գրված է իր մազերով սրբում էր իր ոտքերը, այդ իր արսունքները լվանում էր Հիսուսի ոտքերը եւ մազերով սրբում էր։ Եվ հետո անուշա հոտ մի հատ այտենց մեր խոսքերով ասած դուխի ուներ, բերեց ճարտեց Հիսուսի ոտքերի մոտ եւ սկսեց յուղի այդ անուշա հոտ յուղով օծել։ Հիմա նայեք, ստեղ համեմատությունը անում մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ Փարիսեցուն, որ ասեց, եթե մարգարե լիներ, ինքը կիմանար ով էր այդ կինը, չէ որ մեղավոր է։ Հիսուսը կարդաց լրիվ իր մտքերը եւ իրան ասեց հետեւյալը, այդ համեմատում էր իրան Փարիսեցուն եւ այդ մեղավոր կնոջ հետ։ Ասում էր, ես քո տունդ մտա, դու ինձ համար ջուր չտվեցիր, որ ես ոտքերս լվամ։ Իսկ այս կինը այստեղ մտնելուց ի վեր ասում է չի տատարում իր արցունքներով իմ ոտքերս լվալ։ Ասում է ես մտա քո տունը, դու մի հատ համբույր էլ չտվեցիր ինձի։ Իսկ ասում է այս կինը ոտքերս էր համբույրում։ Ասում է դու գլուխս յուղով չոցեցիր, այնտեղ ընդունված էր երևի այն ժամանակահատվածում, որ ասենք հարգանքի նշան, եթե Թանկ մարդ մտնում քո տունը, որ գլուխը օծես յուղով, ասում է դու յուղով չօծեցիր իմ գլուխը, բայց այս կինը ասում է անուշահոտ յուղով օծեց իմ ոտքերը։ Եվ հիմա վերջի խոսքն եմ ուզում գարտամ այդ 7:47, նայեք ինչ է ասում, ամենակարևոր ստեղ հարցը, ասում է դրա համար ասում եմ քեզ, Սիմոն Փարիսեցուն է ասում այդ խոսքը։ Ասում է սրա, այսինքն այդ մեղավոր կնոջը, սրա շատ մեղքերը իրան տողված կլինեն։ Ինչու տողված կլինեն իր շատ մեղքերը, որ կործել է, այո, շնացող ա եղել, ինչ ա եղել։ Ասում է որովհետև նա շատ սիրեց, եղբայրներ քուրեր, ասում է շատ սիրեց, ինչքան կարևոր է այդ սերը, գիտեք ոչ թե մարդկային սեր, այլ Աստծուն սիրեց, Հիսուսին սիրեց եւ ամենաթանկը բերեց եւ Հիսուսի ոտքերի մոտ ճարտեց իր այդ անուշահոտ յուղը, ասում է որովհետեւ նա շատ սիրեց, բայց այդտեղ կարևոր բայց կա, որին որ քիչ կտողվի, նա քիչ կսիրե։ Եղբայրներ քուրեր, Սիմոն, Փարիսեցի Սիմոնի արչև տրված էր մի հնարավորություն, լուրջ հնարավորություն, որ նա ետ դառնա, գա Հիսուսի ոտքերը, ինչպես այդ կինը եկավ, ընկավ Հիսուսի ոտքերը եւ իր սիրտը բացեց։ Նայեք, ամբողջ ընթացքը, եթե կկարտակ 7-րդ, ասենք գլուխը Ղուկաս ավետարանի, ինքը մի բերան, մի խոսք չասեց այդ կինը, այլ իր սերը արտահայտվում էր գործով լացեց, ողբաց Հիսուսի ոտքերի մոտ եւ վերջում այդ անուշահոտ յուղը ճարտեց իր ոտքերի առջև։ Խոսելով չի այսօր սերը։ Դու նայ քո սերը Հիսուսի նկատմամբ դա արվում է գործով, դե ընդամենը մենք խոսքեր ենք խոսում, լոկ խոսքեր։
դա պետք է արտահայտենք մենք գործով, այդ գործը սիրեց Հիսուսը, այդ մեղավոր կինը, ասում է իրա բոլոր մեղքերը, թեև շատ են, ներված կլինեն իրան, որովհետև նա շատ սիրեց, այդ հնարավորությունը ուներ Բարիսեցի Սիմոնը, քուրս եղբայրս, որ ետ դառնա ապաշխարի, ասի Հիսուս ջան, ների ինձի, չեմ հասկացել այս կյանքի իմաստը առանց քեզ ապրելու, ես քեզի չէի սիրում, ինչպես այս մեղավոր կինը մտավ եւ սիրեց, ով էր հրավիրողը, Սիմոն Բարիսեցի Սիմոնը, բայց այդ կինը օգտվեց, եկավ եւ բրգություն ստացավ, իր մեղքերի թողություն ստացավ, երկրորդ Բարիսեցին, մենք դա նորից բոլորս անգիր գիտենք, Ղուկասի 18-րդ գլուխը դրա մասին է խոսում, ասում է 10-րդ խոսքից, ասում է երկու մարդ բարձացան տաժար աղոթք անելու, մեկը Բարիսեցի, մյուսը Մաքսավոր, Բարիսեցին կանգնած ու ինքն իրեն այսպես էր աղոթում, Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ ասում է քեզանից, միտե շնորհակալության, գոհության մեջ ինչ-որ բան կա, եղբայրները քիչ առաջ ասենք գոհության աղոթք էին բարձրացել, նայեք, բայց ինչի համար է այդ շնորհակալությունը հայտնում, ասում է շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշների պես ինչ հափշտակող չեմ, անիրավ չեմ, շնացող չեմ, եղբայրներ քուրեր, այս մարդը իրական տենց էր, ինքը ոչ գողավազակ էր, ոչ էլ շնացող էր, ոչ էլ ինչ-որ դες վատ բաներ ուներ, կամ էլ, բայց նեղ ամենակարևոր հարցը, կամ էլ այս Մաքսավորի պես, ինքը իրան ավելի բարձր էր գտնում, ավելի բարձր, շաբաթը նայեք ինչ ասում, երկու անգամ ծոմ են պահում, միթե ծոմ պահելու մեջ վատ բան կա, միշտ եղբայրները մեզի հորդորում են, ճիշտ է, որ մենք ծոմի մեջ, 3 շաբթի օրը ես գիտեմ ստեղ միշտ ծոմապահություն է, շաբաթը երկու անգամ ծոմ են պահում, եւ իմ բոլոր ունեսվածքից, 10-րդ եմ տալիս, հիմա նայեք 13 խոսքը ասում է, իսկ Մաքսավորը հերու կանգնած, նույնիսկ իր աշկերը չէր կամենում երկինք բարձրացնել, այլ իր քուրսկը ծեծելով ասում էր, նայեք ինչ էր ասում, ով Աստված ողորմիր ինձ մեղավորից, ընդամենը այդ 4 բառներ ասում, ով Աստված ողորմիր ինձ մեղավորից, նա իրան մեղավոր էր տեսնում, նա չէր տեսնում այդ ինչ-որ մեկից ավելի բարձր էր գտնվում, ով Աստված ներիր ինձ մեղավորից, նայեք հիմա Տիրոջ Հիսուսի վճիրը, ինչ էր, ասում եմ ձեզ, որ սա, այսինքն Մաքսավորը, արտարացած գնաց իր տունը եւ ոչ թե Բարիսեցին, որովհետեւ ինչու կարևոր է, շատ կարևոր է եղբայրներ քուրեր, ասում է, ով որ իր անձը բարձրացնե, պիտի խոնարհվի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա, նորից տեսնում ենք, Մաքսավորը, Բարիսեցին կներեք, ինքը հնարավորություն ուներ, Տեր ջան, ների, ես չէի իմանում, որ այո, ուրիշ աշկերով չպետք է նայեմ ուրիշներին, այո, ճիշտ է, շնացող չեմ, այն չեմ անում, անիրավություն չեմ անում, բայց ստեղ ամենակարևորը եղբայրներ քուրեր, Հիսուսը երբ որ ասում էր, եկեք իմ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզի հանգիստը պիտի տամ, դրանից հետո կարևոր խոսքեր ասում, ինձանից սովորեք, Էսի շատ կարևոր է, որ հեզեմ եւ սրտով խոնար, ստեղ ես Բարիսեցին, ես խոնարհություն սիրտը չուներ, դրա համար միշտ մենք պետք է նայենք այդ խոսքին, ես սենց եմ նայում իմ անձին, թող Տերը ինձ եւ ձեզ պահի մինչեւ վերջ հավատարիմ մնանք, եղբայրներ քուրեր, հնարավորություն ուներ ապաշխարելու, բայց ինքը չօգտվեց։ Հիմա նայենք մի երկու էլի Բարիսեցի կար, որ Հիսուսին եկել են, առաջինը բոլորս նորից անգիր գիտենք, Հովանու ավետարան 3-րդ գլուխը խոսում է դրա մասին, Նիկոդիմոսը գիշերով եկել է Հիսուսի մոտ,
ասում է ռաբբի, մենք գիտենք, որ Աստվածանից վարտապետ ես եկել, որովհետև ոչ ոք չի կարող այս հրաշքները անել, եթե Աստված նրա հետ չլիներ։ Նայ, անկեղծության մարդու սիրտը, նա անկեղծ եկել է, ասում է գիշերով վախեցել էր, ասենք պարիսեցիներից, որ իրան ասենք ժողովրանից չհանեն դուրս, բայց նա անկեղծ հոգի էր, անկեղծ պարիսեցի էր, եղբայրներ կուրեր։ Եկել է եւ ասում է մենք այս հրաշքները որ տեսել ենք Հիսուս, ինչ որ մի բան կա, ինչն է այդ հարցը, ուզում եմ հասկանամ, անկեղծ մոտիկացել է Հիսուսին։ Բայց նայեք Հիսուսը լրիվ ուրիշ բան է պատասխանում, ասում է Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Նայեք հաջորդ համարը խոսվում է նորից այդ պարիսեցու անկեղծության մասին, եղբայրներ կուրեր։ Այս մարդը ճիշտ է պարիսեցի էր, ընկել է ինչ-որ մի տեղ, որ ասենք չգիտեր, այդ ինչ է կատարվում, բայց տեսել է Հիսուսը որպես բրգիչ, հիվանդներին բժշկում էր, գաղերին քայլեցնում էր, սովածներին հաց էր տալիս, մերելներին հարություն էր տալիս, եկել էր անկեղծ, մենք էլ պետք է այդ անկեղծությունը տեսնենք այս մարդու մեջ, եղբայրներ կուրեր։ Ասում է նայեք ինչ ասում 4-րդ համարը, ասում է ինչպես կարող է մարդ, որ ծեր է, նորից մտնի իր մոր որովայնի մեջ եւ նորից ծնվի։ Էսի անկեղծ ոնց որ Արթուր ախպերը միշտ ասում է, ասենք, ես երեխեքը անկեղծ երեխեք էին, Հիսուսի մոտ գալիս են ասում է մի արգելեք, որ իմ մոտ կան, որովհետեւ իրանց նմաններին են, ոնց որ այս պարիսեցի Նիկոդիմոսը եղբայրներ կուրեր, անկեղծացավ, ասում է ինչպես մարդ կարա նորից ես որ ինքը ծեր եմ, մտնի իր մոր որովայնի մեջ եւ նորից ծնվի։ Բայց հետո Տերը, ես չեմ ուզում շատ երկարացնեմ, ամենակարևոր պահը իրան ցույց տվեց 14 գլուխ բանը համարի մեջ, նայեք ինչ ասում։ Նույն այս Հովանու 14-ը ասում է եւ ինչպես Մովսեսը անապատի մեջ օծը բարձրացրեց, այնպես էլ պետք է մարդո բարձանա։ Այսինքն ցույց տվեց, որ ինքը Աստծո որդինն է, եղբայրներ կուրեր։ Եվ մենք տեսնում ենք 19-րդ գլուխը Հովանու, ինչպես այս Նիկոդիմոսը, այդ պարիսեցին, այս անկեղծ հոգին ինքը կանգնած էր որտեղ Հիսուսի խաչի տակ։ Բոլոր աշակերտները թողեցին բացի Հովանեսը, բայց այս մարդը կանգնած էր Հիսուսի խաչի տակ, եղբայրներ կուրեր։ Նայեք իր անկեղծությունը տեսավ Հիսուսի մեջ, որ նա բրգիչ է, եւ գնաց խաչի մոտ եւ իր հետ գիտես ինչ բերեց 100 լիտր ուցման յուղ, ինքը եւ Ռամիայից Հովսեփը եւ ամենամեծ գործը կատարեցին Հիսուսի թաղումը նրանք կատարեցին, եղբայրներ կուրեր, աշակերտները չեն կատարել, այլ Նիկոդիմոսը եւ Ռամիայից Հովսեփը էտել էր պարիսեցի։ Ինչ մեծ գործ է անում Աստված մեր մեջ, երբ որ մենք մեռած էինք մեղքերով եւ հանցանքներով, մեզի կտավ եղբայրս ու քուրս։ Եվ 4-րդ պարիսեցին, որ անկեղծ մարդ էր, գիտեք ով է, դա Սավուղն է, երբ որ Հիսուսի հետ հանդիպես Դամասկոսի ճանապարհին, եւ Հիսուսը, որ դարավ հետո Պողոս առաքյալ, Հիսուսը իր հետ հանդիպելուց ինքը գնում էր եկեղեցուն հալածելու, քրիստոնյաների տաներ բանտերում Երուսաղեմի մեջ գցեր, բայց Հիսուսը հանդիպես այդ կարևոր հանդիպումը, ինչպես Հիսուսը հանդիպես քեզ հետ եւ ինձ հետ, ասեց. Սավուղ, Սավուղ, ինչի ես ինձի հալածում, ով ես դու Տեր, ձեռքերը բարձրացրեց, ասեց ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, ինչ անեմ Տեր, եղել է Սավուղի պատասխանը, եւ Աստված իր գործը արեց այս մարդու մեջ, երբ որ հանձնվեց իր ձեռքերի մեջ, ինչ անեմ Տեր, դա նշանակում է
Ես այլևս ես իմս չեմ, այլ քոնն եմ։ Եվ նայեք ինչ է ասում իր մասին Պողոս Արաքյալը Ֆիլիպեցի 5-րդ գլուխ, որ աբացուցվում է, որ նա պարիսեցի էր, ասում է տլպատված 8-րդ օրը Եբրացիներից Եբրացի օրենքի համեմատ պարիսեցի, բայց 9-րդ խոսքը կարևոր բան է ասում, նրա մեջ գտնվեմ, ոչ թե իմ արտարությունը ունենալով, որը օրենքից է, այլ այն, որ Քրիստոս հավատքից է, այն արտարությունը, որ Աստվածանից է հավատքով։ Եղբայրներ քուրեր, մենք արտարացած ենք Հիսուսի հարությամբ։ Հիսուսը հարությունը արել, որ մեզի արտարացնի, կարևոր բան է։ Այսօր ես եւ դու ինչ վիճակում ենք գտնվում, արտարացրեց մեզի, իր մեծ գործ արեց, նա խաչվեց, իմ եւ քո մեղքերը թողություն եղավ։ Մի հատ բան պետք է պատմեմ եւ ավարտեմ։ Ես հիշում եմ, մենք նոր էինք այս եկեղեցու մեջ հլկարելի է ասել, Բավել աղբերը գալիս էր մեր տուն, Դավթաշին ենք այն ժամանակ ապրում, նոր սկսել էր մեր տունը եւ Հովիկ աղբոր տունը սերտողություն էր գնում։ Դեր կալանտարը ծնված չէր այն ժամանակ եկեղեցին։ Այն ժամանակահատվածում ես իրան տանում էի տուն հետ իմ ավտոյով, ճանապարհին ինձի բան ասեց։ Շատ կարևոր է մինչև հիմա իմ ականջիս մեջ է։ Նայեք եղբայրներ քուրեր, կարող է հիմա դու մտածում ես հավատացյալ ես, 30 տարվա հավատացյալ ես, 40 տարի, չգիտեմ ինչ, ինձի ասես Խաչիկ ջան, ես գնում էի գյուղեր, կարոզում էի, շատ մարդիկ իմ կարոշչությամբ, այո, Տիրոջը ընդունել են, հավատացել են Տիրոջը, դարել են եկեղեցու անդամներ, բայց ես մի բանի վրա ուշադրություն չի դարձնում, ասում եմ մի անգամ գիշերով եկել եմ տուն եւ իմ մայրիկս ինձ կանչեց իր մոտ եւ ասեց արի զավակս եկել եմ նստել եմ կողքը մեկ էլ ասում է ումա պետք քո բոլոր այդ կարոզները Բավել ջան եթե դու ինձի անտեր տենց թողել ես իր երկու եղբայրները ամուսնացած են տնից դուրս Ռուսաստան եւ այլն ինքն էր մենակ իր մայրիկին պահում ասես Խաչիկ ջան ես հասկացա մի կարևոր բան որ իմ ապրած կյանքս այո կարոզներ Տիրոջը ծառայել բայց մայրիկիս թողել եմ անտեսել եմ եւ այն օրվանից ասում եմ ես որոշել եմ որ պետք է ամուսնանամ 52 տարեկան է ասում որոշեցի ամուսնանամ որբիսի գոնե նայող լինի ասում եմ ես չի կարա թողեի Տիրոջ ծառայությունը ես հասկացա իմ սխալը որ մայրիկիս կողքը մեկը պետք է լինի իրան օգնող տարիքով մայրիկս ես ասում եմ որոշեցի ամուսնանամ նայեք մենք էլ այո կարող է 20 30 10 տարվա ասենք հավատացյալ ես բայց կարող է բաց տողումներ ունենաս քո կյանքիդ մեջ եղբայրներ քուրեր մենք պետք է վերակնենք մեր անձերը արդյոք մենք հավատքի մեջ ենք Թող Աստված օրհնի մեզ բոլորիս